Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Իրական կոչվող Հայաստանում ամեն ինչ որոշում են նույն մարդիկ, առանց նեղություն կրելու եւ մասնագետներին ներգրավելու։ Սեփական երեխաների կրթությունը կազմակերպել չկարողացողները մշակում են օրենքի նախագծեր կամ փոփոխություններ, որոնցով գլխի վայր է շրջվում գիտության եւ կրթության ոլորտը։ Ամեն ինչ իմացողների տարօրինակ դիրքորոշումներով փաստաթղթերը կայծակնային արագությամբ դակում է միայն այդ նպատակի համար նշանակված անձը, որն ի պաշտոն է Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Սա է պաշտոնի անունը։ Թեկնածուները մի գիշերում դարձան գիտությունների դոկտորներ, գրեթե նույն տրամաբանությամբ, որով բուժքույրը դարձավ առողջապահության հանձնաժողովի նախագահ ազգային ժողովում։ Կրթության եւ գիտության մասին օրենքը եւ դրա տակ դրված ականները։ Փաստերն ու իրավիճակը այս օրենքի շուրջ պրոֆակտում քննարկում ենք Ատոմ Մխիթարյանի հետ։ Ատոմ Մխիթարյան, ֆիզմատ գիտությունների թեկնածու դոցենտ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի միջազգային փորձագետ, գիտական հետաքրքրությունների շրջանակը, բարձրագույն կրթության եւ գիտության կառավարում, գիտական հոդվածների, դասագրքերի եւ մենագրությունների հեղինակ։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Պարոն Մխիթարյան, համընդհանուր այս անընդհատ լրահոսում, քանի որ մենք դատարաններից ենք ինֆորմացիաները ավելի շատ ստանում, հանրությունը չի հասցնում հետևել այն փոփոխություններին կրթության ու գիտության ասպարեզի, որոնց մասին դուք շատ կարևորում եք եւ կետային նաեւ անդրադառնում։ Ըստ էության գիտության կրթության մասին օրենքի մեջ փոփոխություններ են, նշում եք, որ այդտեղ վտանգավոր եւ անգամ սահմանադրությանը հակասող կետեր կան, որոնք են ականները, որոնք դրված են եւ ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել արդեն այս պահին մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը։ Նախ շնորհակալություն ձեր տաղավարում հերթական անգամ հյուրընկալվելու եւ հանրությանը հուզող իսկապես շատ կարեւոր հարցերի մասին բարձրաձայնելու, որովհետեւ յուրաքանչյուր անգամ երբ ես ձեզ հյուրընկալվում եմ, դրանից հետո մեծ մի ալիք է ստեղծվում, առաջանում եւ շատ գիտնականներ, դասախոսներ համախմբման, որոշակի գործողությունների դիմելու կոչեր են անում կամ միանում են այդ կոչերին, որը շատ լավ է, որովհետև եթե ինչ-որ մի բան երկրում փոխվում է, անպայման պետք է, որպեսզի այն մարդիկ, որոնք այդ փոփոխությունները կրողներն են, իսկ գիտնականները, դասախոսները հենց առաջամարտիկներն են։ Նրանք պիտի իսկապես լինեն հենց առաջամարտիկները, փոփոխությունները կրողները, փոփոխություններ բերողները։ Ուրեմն իսկապես վերջին շրջանում շատ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում եւ կարծես թե այն հարցերը, որոնք վերաբերում են բարձրագույն կրթությանը, գիտությանը, անցնում են երկրորդ պլան եւ այդպես տեղի ունեցավ նաեւ սեպտեմբերի սկզբին, երբ որ ազգային ժողով մտավ երկրորդ ընթերցմամբ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, օրենքի նախագիծը։ Ուրեմն ասեմ, որ սա ոչ թե օրենքում փոփոխություններ է, այլ մի նոր օրենք է, որը իր մեջ միավորում է 4 օրենք։ Ուրեմն մինչև այս պահը գործում էր բարձրագույն եւ հետբուական մասնագիտական կրթության մասին օրենքը, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքը, գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը եւ փորձաքննությունների մասին օրենքը։ Ուրեմն այս 4 օրենքները կորցրեցին իրենց ուժը եւ 4 օրենքները միավորվել են մեկ նոր օրենքում, որը կոչվում է բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենք։ Հիմա բայց ոչ միայն մեխանիկական, ոչ թե մեխանիկական միավորում է տեղի ունեցել, այլ գլխիվար շուռ են տվել ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր օրենքով անել։ Գիտեք ինչ, որովհետև այն մարդիկ, որոնք այս օրենքները մշակում են, իրենց ուղեղում ուղղակի մի բան է։ Օրինակ, մենք ուզում ենք, օրինակ եմ ասում, մենք ուզում ենք Երևանի կենտրոնում գտնվող բոլոր բուհերի շենքերը ինչ որ մի ձև վերցնել եւ օգտագործել այլ նպատակով։ Բերեք նայենք, տեսնենք օրենքի որ կետն է, որ թույլ չի տալիս, որովհետև սխալ է օրենքին հակառակ ինչ-որ բան անել։ Եվ տեսնում են, որ կա օրենք, որի մեջ գրված է, որ այո, այդպիսի բան չի կարելի անել։ Ահա, ուրեմն պետք է օրենքի այդ կետը փոխել կամ նոր օրենք ընդունել, որը թույլ կտա դա անել օրենքով արդեն։ Եվ սա հենց այդ դեպքն է։ Մյուս կետը կամ հոդվածը վերաբերվում է այսպես ասած ակադեմիական քաղաքին, որովհետև դրա մասին արդեն 3-4 տարի է խոսում են,
բայց օրենսդրական որևէ հիմնավորում դրա համար չկար։ Ինչ անել, ուրեմն առանձին հոդվածներ գրել եւ նվիրել ակադեմիական քաղաքին։ Այս օրենքի մեջ կան այդ հոդվածները։ Օրենքի մեջ առանձին հոդվածներ կան, որոնք վերաբերում են հենց դրան։ Եվ սա ուրեմն ասեմ, որ բացառիկ դեպք է, որովհետեւ աշխարհի որևէ ուրիշ երկրում ինչ որ մի քաղաքի, լինի ակադեմիական կամ ոչ ակադեմիական, քաղաքի մասին օրենքում գրել, այդպիսի բան չկա, որևէ երկրում չկա, բայց մեր խելոքները վերցրել են եւ առանձին գրել են եւ մի բան էլ ավել են գրել։ Ուրեմն օրենքը ասում է, որ այդ ակադեմիական իբր թե կա էլի, այդ ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհի, որևէ ենթակառուցվածք չի թույլատրվում ստեղծել։ Դա նշանակում է միայն այնտեղ, եթե բարձրագույն ուսումնական հաստատությունը իբր թե այսպես ինչ որ մի ժամանակ տեղափոխվում է, այսպես ասած, ակադեմիական քաղաք, նրանից դուրս չի կարող օրինակ լաբորատորիա ստեղծել կամ մասնաճյուղ ունենալ եւ այլն։ Եվ սա ամրագրված է օրենքով։ Եվ բազմաթիվ էլի մի քանի կետեր, որոնց կարելի է անդրադառնալ, ասեմ, որ օրենքը, որը մտավ ուժի մեջ, Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց, մինչև այդ մենք մի խումբ դասախոս գիտնականներով հանրագիր կազմեցինք, հանրագիր, որը պետք է հանրությունը տեղյակ լինի եւ դա տեղադրեցինք տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ հանրագիր հայ հարթակում, որպեսզի նախագահը տեսնի եւ չստորագրի, այլ ուղարկի սահմանադրական դատարան այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու նպատակով։ Առնվազն 4 կետ ենք գտել հոդվածներից, որից մեկը վերաբերում էր հենց այդ կետին, որ ակադեմիական քաղաքից դուրս որևէ ենթակառուցվածք չի կարելի ստեղծել, բուհերը չեն կարող լինել մասնավոր ընկերություններ, դրանք անպայման օրինակ հիմա շատ բուհեր կան եւ մասնավոր բուհեր, որոնք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնք շահույթի նպատակ են հետապնդում եւ ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է։ Մեր օրենքով դա չի թույլատրվում։ Այդ բուհերը պիտի դառնան հիմնադրամներ։ Եվ ելի մի քանի հոդվածներ կետեր, օրինակ, էլի սահմանադրությանը դեմ, որ տարիքային սահմանափակում կա եւ տարիքային խտրականություն կա։ Օրինակ, եթե մարդու այսինչ տարիքը լրանում է, նա այլևս չի կարող զբաղեցնել ինչ-որ պաշտոն, եւ այդ պաշտոնները գրված է օրենքում։ Որի վերաբերյալ ընդ որում սահմանադրական դատարանը արդեն իսկ մի քանի որոշումներ ունի, որ տարիքային խտրականություն չի կարելի թույլ տալ, եւ դա է պատճառը, որ որպես տեղեկություն ասեմ, մեր շատ ուսուցիչների թոշակի տարիքը լրանալուց նախկինում հանում էին աշխատանքից, հիմա էլ իրավունք չունեն եւ շատերը շարունակում են եւ շատ լավ է դա, որովհետեւ իրենց փորձը կիսելու հնարավորություն են եւ այլն։ Եվ էլի մի քանի կետեր, որոնք անպայման նշել էինք, որպեսզի անդրադարձել, չենք ասում խորամուխ եղեք։ Ուղղակի մի հատ ուղարկեք սահմանադրական դատարան, որպեսզի տեսնենք արդյոք դա այդ հոդվածները համապատասխանում են գործող սահմանադրությանը, թե ոչ։ Ուրեմն այդ եւ ստացա մի զավեշտալի պատասխան, ուրեմն նախագահի աշխատակազմից, պատասխանը ստացա հոկտեմբերի 21-ին նամակով, հոկտեմբերի 22-ին, ուրեմն որտեղ գրված էր, որ հարգելի քաղաքացի Ատոմ Մխիթարյան, ձեր հոկտեմբերի 1-ին նախագահային ուղված հանրագիրը մենք ստացել ենք, հանրագրերի մասին օրենքի այսինչ հոդվածներով քննել ենք եւ ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի նախագահը օրենքը ստորագրել է արդեն ուրեմն հոկտեմբերի 9-ին։ Ու վերջ։ Հոկտեմբերի 9-ին, այո։ Ընդ որում մինչև այդ ասեմ, որ այդ օրենքի մեր սահմանադրության հետ հոդվածները, որոնք հակասում էին սահմանադրությանը, նրանք քննարկում էին իրավաբանական վարչությունում։ Եվ պարզվեց, որ այդ նամակը եկել է հենց իրավաբանական վարչությունից, այսինքն որևէ իրավաբանական նորմ քննարկել կամ գոնե նայել, տեսնել, թե արդյոք այդ համապատասխանության մասին հարցեր կան, թե չէ, ոչ մի բան չէին արել եւ այդպիսի նամակ են գրություն են ուղարկել։ Ուրեմն ես հիմա կարող եմ հայտարարել արդեն ձեր տաղավարից, որ մենք հետևողական ենք լինելու այս ուղղությամբ եւ չենք թույլ տալու, որպեսզի հակասահմանադրական օրենքը ուժի մեջ արդեն մտել է պաշտոնապես, բայց գոնե սահմանադրականությունը պետք է անպայման փորձվի սահմանադրական դատարանի կարծիքը ստանալ դրա վերաբերյալ եւ մենք կոչ ենք անում մեր ազգային ժողովի падգամավորներին, որովհետեւ նրանց առնվազն 1/4 ստորագրությամբ մենք կարող ենք սահմանադրականությունը վիճարկել սահմանադրական դատարանում եւ այդ ուղղությամբ
հիմա արդեն քայլեր ենք ձեռնարկում։ Այսինքն պետք է ամեն դեպքում падգամավորների աջակցությամբ դիմեք սահմանադրական դատարան։ Ինչ վտանգներ կարող են լինել եւ կրթության, այսինքն բացի որ սահմանադրության որոշակի կետեր անհամապատասխանություն է, տեսնում եք նաեւ այստեղ վտանգներ, ձեր նշած հենց ակադեմիական քաղաքից դուրս որևէ ուրիշ լաբորատորիա կամ տարածք, այսինքն ունենալու իրավունքի սահմանափակումը արդեն այդ վտանգներն է։ Կրթությանը որպես մասնագետ, պարոն Մխիթարյան, ինչ վտանգ կարող է սպասվել այս օրենքի գործարկումից հետո։ Ուրեմն, քանի որ օրենքին ծանոթանալիս գրեթե յուրաքանչյուր հոդվածում կարող ես գտնել այդպիսի խութեր, որոնք ի հայտ են գալու շուտով եւ մարդիկ բախվելու են այդ դժվարությունների հետ, շատ երկար են դրանք, բայց ես հիմնականները կուզենամ նշել, որպեսզի մեր գործընկերները գոնե այդ ուղղությամբ ինչ որ քայլեր ձեռնարկեն կամ գոնե մտածեն կամ գոնե իմանան։ Ուրեմն առաջինը, տեսեք, այն է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի քիչ առաջ նշեցի, չէ՞, մի ամբողջ օրենք նոր օրենքում դարձել է ընդամենը 1 հոդված։ 9-րդ հոդվածն է եւ որը ասում է, որ Գիտությունների ազգային ակադեմիան այլևս օրենքով ստեղծված կառույց չի։ Այն հիմնադրամ է, որը պիտի ընդ որում այդ հիմնադրամի ուրեմն կանոնադրությունը պիտի հաստատի կառավարությունը օրենքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում։ Թե ինչ պիտի գրեն այդ կանոնադրության մեջ, ով պիտի գրի, ինչպես պիտի հաշվի առնեն այդ ակադեմիայի ակադեմիկոսների կամ գիտնականների կարծիքը անհայտ է, եւ պարզ է կառավարության գրած կանոնադրությունը մոտավորապես ինչպիսի տեսք կարող է ունենալ, ամեն դեպքում դա գալու է երևի ամրագրի ակադեմիայի այդ ցածր կարգավիճակը, որը նա երբեք չի ունեցել Հայաստանում, նաև ուրիշ երկրներում նման բան չունի։ Ամեն դեպքում այս պայդրությամբ արդեն հայտնի է, որ որոշակի սահմանափակումներ կան, եւ դա այսօրվա կառավարության քաղաքականության շարունակությունն է, արդեն որը վարվում է ակադեմիայի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ իշխանության փոփոխությունից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրություններ ակադեմիկոսների թղթակից անդամների չի իրականացվել։ Ակադեմիկոսների թիվը այս ընթացքում պակասել է շուրջ 2 անգամ։ Մինչդեռ ակադեմիայի օրենքով եւ կանոնադրությամբ նախատեսվում էր, որ յուրաքանչյուր 2 տարին մեկ պետք է ընտրություններ։ Իսկ առնվազն 3 ընտրություն պիտի արդեն առնվազն 3 ընտրություն պիտի արվեր, ցավոք սրտի ոչ մեկը չի արվել, իսկ հիմա այս օրենքով սահմանափակվում է ակադեմիկոսների թիվը եւ դա լինելու է առավելագույնը 100։ Այս մի բանը գրված է արդեն օրենքում։ Մյուս բանը, որ արդեն տեղի ունեցավ, դա այն է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գտնվող բոլոր գիտական կազմակերպությունները մեխանիկորեն գրիչի մի հարվածով, այսինքն օրենքը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դուրս եկան ակադեմիայի կազմից։ Գիտությունների ազգային ակադեմիան այլևս գիտական հետազոտություններ չի կարող անել, որովհետև նա անում էր գիտական կազմակերպությունների միջոցով, գիտական կազմակերպությունները այլևս ակադեմիային չեն ենթարկվում։ Իսկ ում են ենթարկվում։ Նրանք ուրեմն ժամանակավորապես ենթարկեցրեցին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, ժամանակավորապես, մինչև որ ինչ որ մի պահի, դեռ չգիտենք երբ, նրանց կմիավորեն բուհերի հետ կամ կտանեն, այսպես ասած, ակադեմիական քաղաք։ Իդեպ այստեղ մի քիչ շեղվելով ասեմ, որ վերջերս տեղի ունեցավ մեծ ֆորում, որը ակադեմիական քաղաք, այդ ուղղությամբ շատ մեծ եւ շքեղ մի ֆորում էր կազմակերպվել միջազգային մասնագետների մասնակցությամբ եւ այլն, եւ որտեղ մարդիկ գերմանացիները, որոնք կազմում են այդ ակադեմիական քաղաքի հատակագիծը, դրա մասին տարբեր անգամ խոսվել է, նաև լրատվություն է տարածվել, ասացին, որ ամենաշուտը, որ կարելի է ակնկալել, ակադեմիական քաղաքի շատ փոքրիկ մի մասի գործունեությունը դա կլինի այսօրվանից հաշված 8-ից 12 տարի հետո։ Ուրեմն հիշեցնեմ, որ այդ մասին խոսակցությունները արդեն 3-4 տարի կան եւ այն ժամանակ ասում էին, որ դա կլինի մի 5-6 տարուց։ Հիմա 3-4 տարի անցավ եւ գումարում ենք եւս մի 10-12 տարի, այսինքն ստացվում է, որ այդպիսի բան շատ դժվար է ակնկալել, որ կլինի։ Բայց միևնույն ժամանակ օրենքով ամրագրվում է, որ ուրեմն բուհերը այստեղ էլ մի քիչ հիմնավորումը ասեմ, նոր գանք դրան։ Ուրեմն հիշում եք, չէ՞, հուզումներ եղան, տարբեր բուհեր ուզում էին միացնել, օրինակ Բրյուսովի համալսարանը, Մանկավարժականը,
ֆիզկուլտ ինստիտուտը, կոնսերվատորիայում ուսումներ եղան եւ այլն, եւ այս ամբողջը քանի որ չէին կարողանում իրականացնել հենց այնպես, մարդիկ ընդդիմանում են ամեն դեպքում ուսանողներ կան, դասախոսներ եւ այլն, հիմա այդ ամբողջը գրել են օրենքում, ուրեմն ուշադրություն, այն բուհերը, որոնք չեն ունենա առնվազն 4000 ուսանող, եւ առնվազն դրա կեսը որոշակի ժամանակ չեն կարողանա ապահովել, այդ բուհերը կզրկվեն լիցենզիայից։ Լիցենզիան տալիս է, հիշեցնում եմ, կրթության նախարարությունը։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այդ որոշակի ժամկետը անցնելուց հետո բոլոր մեր մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվելու են։ Ինչպես փակվեց Եղիգնաձորի մասնաճյուղը տնտեսագիտական համալսարանի, ուղղակի նրան թույլ չտվեցին այլևս ընդունելություն կազմակերպել, որովհետև այդքան ուսանող ոչ մի բուհ չունի։ Այո, մարզային բուհերը չունեն։ Երևանում էլ, չէ՞, ասում։ Երևանում էլ ոչ բոլորը, մի քանի բուհեր կարելի է հաշվել, որ մեծ բուհեր են եւ ունեն այդքան ուսանող, մյուս բուհերը պետք է, ինչպես ասում են, իրենց գլխի ճարը տեսնեն։ Կարծեմ հենց կոնսերվատորիան եւ այլ մասնագիտական բուհերն էլ չեն լրացնում այս։ Այո, եւ նույնիսկ եթե այդ մասնագիտական արվեստի բուհերը միավորվում են, նույնիսկ այդ պարագայում շատ դժվար է լինում այդ ուսանողների թիվը ապահովել։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է օրենքով լուծարել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Օրենքով, ուրեմն գիտական կազմակերպությունները վերցնել եւ խցկել բուհերի մեջ անհասկանալի կառավարման, ուրեմն համակարգի մեջ։ Մյուս բանը ասեմ, այդ բուհերի կառավարման բաները, ինչքան շատ բան կա, իսկապես որ անընդհատ ամեն ինչին անդրադառնանք, ուրեմն բուհերի կառավարումը, որի մասին անընդհատ խոսում ենք, չէ՞, մարդիկ հիշում են, որ իշխանության փոփոխության ժամանակ ասում ենք, որ բուհերը չպիտի քաղաքականացվեն, պետք է փոխվի հոգաբարձուների խորհուրդը եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք օրենքով ինչ է տեղի ունենում։ Նախ ինչ տեղի ունեցավ։ Իշխանության փոփոխությունից հետո բոլոր բուհերի հոգաբարձուների խորհրդի ղեկավարներ դարձան կուսակցականներ եւ իշխող կուսակցության ներկայացուցիչներ։ Ցանկացած բուհ վերցրեք եւ նայեք, պոլիտեխնիկն է, համալսարանն է, ցանկացածը, տնտեսագիտականը եւ այլն։ Ուրեմն հիմա հոգաբարձուների խորհուրդները բուհերի լինելու են 20 հոգուց կազմված։ 20-ից 10-ին նշանակելու է լիազոր մարմինը, որը կրթության նախարարությունն է, եւ 10-ը ներկայացնելու են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ընդ որում գործող օրենքով նախկինում առնվազն 20%-ը նախատեսված էր ուսանողների համար։ Եվ սա հստակ ֆիքսված թիվ էր։ Հիմա ուրեմն օրենքում գրված է, որ առավելագույնը 5-ը 20-ից, այսինքն առավելագույնը 20%-ը կարող են լինել ուսանողներ։ Եվ հիմա դիմում եմ ուսանողներին, այն ժամանակ, երբ որ մենք էինք ուսանողներ, չէինք թույլ տա, որ նույնիսկ այդ մասին մտածեին։ Այսօրվա ինչի համար եմ ուսանողներին դիմում, որովհետև պետք է բոլորդ հասկանաք, բոլորս պետք է հասկանանք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները նախ եւ առաջ ուսանողների համար են։ Ոչ ռեկտորի համար է, ոչ դասախոսների համար է, ոչ առավել եւս նախարարի կամ վարչապետի։ Դրանք ուսանողների համար են եւ ուսանողները պետք է հասկանան, որ իրենց ձայնը բուհի կառավարման գործում առավելագույնը կարող է լինել 20%։ Այսինքն պարտադիրել չի։ Ոչ, դա նշանակում է կարող է 0 ուսանող։ Կարող է չլինել։ Նույնը վերաբերում է նաեւ ակադեմիական խորհրդին, որը այսօրվա գործող գիտխորհուրդներն են, գիտական խորհուրդներն են, որտեղ ուսանողները միշտ էլի ներկայացված են եղել եւ հիմա օրենքով նրանց մասնակցության չափը կարող է լինել առավելագույնը 10%։ Առավելագույնը թիվ սահմանված չէ ակադեմիական խորհրդի համար։ Առավելագույնը, բայց ուսանողների համար դրված է։ Դա նշանակում է նաև որևէ ուսանող չի կարող ակադեմիական խորհրդում ընդգրկված լինել։ Այսպիսի հետաքրքիր օրենք։ Պարոն Մխիթարյան, բայց այս օրենքի մասին ինչու բուհերը, ակադեմիական շրջանակները շատ ավելի լայն, այսինքն այս խութերին չեն անդրադառնում։ Ինչի համար են լռում։ Ես գիտեմ, որ այդտեղ ինչ-որ վճարման հետ կապված փոքր փոփոխություն է եղել ակադեմիայի, սա է արդյոք պատճառը, որ լռում են շատ գիտնականներ։ Իսկապես դա շատ տարօրինակ է, որովհետև գիտեք, միշտ գիտնականները, դասախոսները դրանք ըստ էության տվյալ ազգի երկրի մտավորականությունն է, որոնք իրենց օրինակով պիտի ցույց տան, թե ինչպիսին պիտի լինի վերջին հաշվով այն ուսանողը, որը այսօր նստած է
ուսանողի սեղանին կամ այն աշակերտը, որը դեռևս դպրոցական է։ Նա ինչպիսի հեռանկար է տեսնում։ Արդյոք նա կուզենա, որպիսի իր աճելով, զարգանալով նմանվի ակադեմիկոսների, նմանվի դասախոսներին, գիտնականներին, թե ուրիշ գուցե կերպարներ կան հիմա հասարակության մեջ։ Եվ պարզվում է, որ իսկապես օրենքը ուղղորդում է, որպեսզի մենք ուրիշ կերպարներ դաստիարակենք, հասկանում եք, որովհետև եթե մենք օրենքով օրինակ որևէ սահմանափակում գիտության ֆինանսավորման վրա չենք անում կամ բարձրագույն կրթության ֆինանսավորման, ընդ որում նախկին օրենքում գրված էր, որ յուրաքանչյուր տարի ֆինանսավորումը չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի։ Հիմա այդ հոդվածները ընդհանրապես դուրս են եկել եւ իսկ գիտության ֆինանսավորումը ըստ էության չնայած բացարձակ թվերով անընդհատ աճում են նաև վերջին տարիներին, նա համախառն ներքին արդյունքի հետ համեմատած միշտ պակասում է։ Օրինակ բարձրագույն կրթության ֆինանսավորումը սրանից 10 տարի առաջ կազմում էր համախառն ներքին արդյունքի 0.16%, այսօր չնայած նա մեծացել է, բայց համախառն ներքին արդյունքի համեմատ իջել է եւ դարձել է 0.13%։ Գիտության ֆինանսավորումը։ Գիտությանը հատկացնում է Հայաստանը համախառն ներքին արդյունքի 0.28, վերջին շրջանում 0.35%, 100%։ Ուրեմն համեմատության համար ասենք, էլի, սա շատ կարևոր է։ Ուրեմն այնպիսի երկրներ, ինչպիսին են օրինակ Հարավային Կորեան կամ Իսրայելը, հատկացնում են ուշադրություն համախառն ներքին արդյունքի առնվազն 4.5%։ Տեսեք, որտեղ է 0.3%-ը եւ որտեղ է 4.5%-ը, ոչ թե 10 անգամ, 15 անգամ շատ, եւ դա համեմատած համախառն ներքին արդյունքի հետ, որովհետեւ Հայաստանի համախառն ներքին արդյունքը պատկերացրեք քանի անգամ ավելի քիչ է, քան Իսրայելի կամ Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը։ Այսպիսի վիճակով մենք չենք կարող ընդհանրապես գիտությունը զարգացնել, իսկ այս օրենքը գալիս է ընդհակառակը խոչընդոտներ առաջացնելու։ Տեսեք, նաև մի ցավալի թվեր եմ էլի ուզում ասել, գիտնականների թիվը։ Չէ՞ որ ես ասացի օրինակ տեսեք, 2023 թվականին գիտությանը հատկացվել է 30 միլիարդ դրամի ֆինանսավորում։ Բայց քանի որ գիտնականների թիվը այնքան չի, որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ կլանել այդ ֆինանսավորումը, այսինքն մարդ չկա, որին 10 այդ ֆինանսավորումը, որպեսզի նա կարողանա գիտական գործունեությամբ զբաղվել։ Կարողացել է Հայաստանը ծախսել ընդամենը 23 միլիարդ։ Այսինքն մոտավորապես 20%-ը, 25%-ը ըստ էության չի ծախսվել։ Չի օգտագործվել։ Չի կարողանում, եւ դա վերադառնում է պետական բյուջե։ Եվ գիտնականների թիվը ուրեմն Հայաստանում պակասել է խորհրդային առաջին տարիների հետ համեմատ շուրջ 10 անգամ։ Բնակչության թիվը մոտավորապես նույնն է մնացել, բայց գիտնականների թիվը 10 անգամ պակասել է։ Եվ հիմա հասկանալի է պատճառը նաև։ Հիմա գալիս ենք այդ պատճառին, ուղղակի այդ թվերով որպեսզի հիմնավորվի եւ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում ընդհանրապես, էլի մեր ուղին ինչ ուղղությամբ է գնում, Հայաստանը զարգանում է արդյոք եւ որ ուղղությամբ է զարգանում։ Տեսեք, այդպիսի ցուցանիշներ կան, թե 1 միլիոն բնակչի հաշվին քանի գիտնական կա, որը ամբողջությամբ գիտության մեջ է ներգրավված։ Հայաստանում գիտնականների թիվը մոտավորապես 3100 է մնացել։ Խորհրդային ժամանակ ունեցել ենք շուրջ 30000, հիշեցնում եմ։ 3100 դա նշանակում է, որ 1 միլիոն բնակչի հաշվին մենք ունենք հիմա առավելագույնը 1040 գիտնական Հայաստանում։ Նույն թիվը 1 միլիոն բնակչի հաշվին Ադրբեջանում 1680 է։ Ադրբեջանը, որ ընդհանրապես Հայաստանի հետ համեմատելու չի եղել, էլի։ Վրաստանում ունենք 1760, Թուրքիայում ունենք 2400, Ռուսաստանում շուրջ 3000, Միացյալ Նահանգներում 4800, 1 միլիոն բնակչի հաշվին։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին են օրինակ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Եվրոպայի երկրները, 1 միլիոն բնակչի հաշվին այնտեղ գիտնականների թիվը մոտենում է 8000-ի եւ անցնում է նույնիսկ։ Սա ուղղակի թվեր չեն, որովհետեւ դու չես կարող օրինակ շատ գիտնականների մեջ ունենալ քիչ
թվով գիտնականների մեջ ունենալ այնպիսի գիտնականներ, որոնք համաշխարհային մեծ հեղինակություն կարող են ունենալ։ Դու պիտի շատ ունենաս, որպեսզի կրիտիկական զանգված լինի գիտնականների, որպեսզի կարողանաս գոնե միջին գիտնականները շատ լինեն, որպեսզի նպաստեն այդ միջավայրը ձևավորեն եւ գիտությունը կարողանա զարգանալ։ Մի խոսքով, այս ամբողջը բերում է նրան, որ Հայաստանը զարգանում է այն ուղղությամբ, որ նա չի լինելու այլևս գիտական մեծ պոտենցիալ ունեցող, գիտության արդյունքները տնտեսության մեջ օգտագործող, որևէ բան, օրինակ ժամանակակից տեխնոլոգիաներ կարող են լինել եւ այլն, տնտեսության մեջ օգտագործող երկիր։ Հայաստանը դինելու է ծառայություններ մատուցող երկիր։ Մենք սրանն էլ գնում ենք, բայց պարոն Մխիթարյան, սրանն էլ գնում ենք մենք։ Այո, դրան են գնում, որովհետեւ այլևս չի խրախուսվում գիտնական դառնալը, նոր բան հնարելը, որովհետև շատ օրինակ իմ ձեր ընկերներ Հայաստանից դուրս նույն գործունեությամբ են զբաղվում եւ ըստ էության օգուտ են տալիս ոչ թե իրենց երկրին, իրենց հայրենիքին, այլ ուրիշ օտարերկրյա պետություններին։ Փոխանակ մենք խրախուսենք նրանց վերադարձը կամ նրանց գիտական արդյունքի օգտագործումը կիրառական գիտության մասին ոլորտում մենք շատ լավ գիտնականներ ունենք նահանգներում, եվրոպական երկրներում, նույն Ռուսաստանում, բայց նրանք երբեք Հայաստանում ինչ որ բան անելու հնարավորություն չունեն։ Եվ Հայաստանը, այո, այս պայմաններում առավել եւս որ բարձրագույն կրթության մեջ ներգրաված ուսանողների թիվը իշխանության փոփոխությունից հետո պակասել է 1/4-ով։ 25%-ով պակասել է։ Դե բայց պարտադիր չի բարձրագույն կրթությունը, նաև նույնիսկ բժշկական բարձրագույն կրթությունը արդեն պարտադիր չի, պարոն Մխիթարյան։ Ցավոք սրտի, այո, փաստորեն տեսեք, այս հələ բարձրագույն կրթության մեջ է։ Վերջերս Վերաքննիչ պալատը հրապարակեց զարուրելի թվեր, որ Հայաստանում 19600 երեխա դպրոցական տարիքի ուղղակի դպրոց չի գնում։ Մենք ուսումնասիրությունները նախկինում ցույց էին տալիս, որ 10 երեխայից մեկը չի գնում։ Պարզվեց, որ ոչ թե 10% է չհաճախող երեխաների թիվը, այլ մոտ 17% է։ Հասկանում եք, այսպիսի թվեր նույնիսկ ասենք, չգիտեմ, որ երկրները ասեն, միջինասիական հանրապետությունները ասեն, որ մեզ հետ համեմատելի են, Աֆրիկան երկրները ասեն, նույնիսկ այնտեղ այդպիսի թվեր չկան։ Եվ սա բերում է նրան, որ մեր ողջ կրթական համակարգը սկսած հանրակրթությունից, բարձրագույն կրթություն, առավել եւս գիտություն, մենք ըստ էության այլևս կորցնում ենք։ Էլ հնարավոր չի լինի նույնիսկ վերականգնել։ Այսպեսի աղետի առաջ են կանգնված, Հայաստանը շնորհավորում եմ, կարելի ասել դառնալու է ծառայություններ մատուցող շատ լավ երկիր, որտեղ լավ կգործեն օրինակ հյուրանոցներ, ռեստորաններ եւ Հայաստանը ուրեմն իր ճանապարհները կտա արևմուտքից արևելք եւ արևելքից արևմուտք, որպեսզի բեռներ տեղափոխեն, մարդիկ անցնեն, արդեն հասկանալի է ինչի մասին եմ ասում։ Այսպեսի երկիր։ Պարոն Մխիթարյան, դուք այս մասին անընդհատ բարձրաձայնում եք, բայց գոնե այս ոլորտի, հենց իրենց ոլորտի, կրթության, գիտության հետ կապված չպիտի լինի այդ արձագանքը եւ ինչի համար են լռում, կարող է արդյոք դրան նպաստել այն, որ շատ գիտությունների տեխնացուներ մեկ գիշերում արթնացան եւ արդեն դարձան գիտությունների դոկտոր, առաջին քայլը որ արեցին Facebook-յան իրենց էջերում փոխեցին, տեխնացուն դարձրեցին դոկտոր։ Այո, սա այն մյուս զավեշտն է, ուրեմն այդ հարցի պատասխանը հետեւը, որպես հեռուստադիտողներին պարզ լինի, ուրեմն այս օրենքը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո եւ օրենքում հստակ ձևակերպված է, բոլոր գիտությունների տեխնացուները հավասարեցվում են գիտությունների դոկտորներին, հավասարեցվում են այսպես ասած դոկտորի եւ վերջ։ Եվ սրանից հետո բարձրագույն կրթության 3-րդ աստիճանը ավարտողները, այսինքն մեր հասկացողությամբ ասպիրանտուրան, եւ երբ որ նրանք պաշտպանեն իրենց ատենախոսությունը, միանգամից դառնում են դոկտորներ։ Եվ սա ինչի համար է արված ձեր կարծիքով։ Ուրեմն հիմնավորումը հետեւյալն է. քանի որ շատ վատ գիտությունների տեխնացուներ ունեինք, ուրեմն ասում է, եւ շատերը ուրեմն գիտական աստիճան ստանալուց հետո ուղղակի գիտության մեջ չեն մնում, գնում են արտասահման, գնում են տնտեսության այլ ոլորտներ, ուրեմն պետք է նրանց թիվը կրճատել, բայց ինչ անել, ինչ չանել, ուրեմն վերցնենք դրա անունը դնենք դոկտոր եւ ավարտենք։ Ուրեմն սա, չգիտեք, թույլ առաջի երկրորդ դասարանցու տրամաբանությունից էլի թույլ է այս ամբողջ հիմնավորումը, թե ինչի համար այդ ամբողջը անել, որովհետև այդ նույն պահին ես ասեմ, օրինակ մեզ մոտ գիտությունների ակադեմիայում մենք մի հարգարժան պրոֆեսորի էինք հյուրընկալել, որը նախապատրաստում էր իր, այսպես ասած, դոկտորական ատենախոսությունը,
որովհետև Լեհաստանում ի տարբերություն Հայաստանի պահպանել են գիտությունների ակադեմիան եւ նրանք երկրորդ գիտական աստիճանը եւս շնորհում են։ Պատրաստվում էր իր երկրորդ գիտական աստիճանը ստանալ, հաբիլիտացված դոկտորի գիտական աստիճան, եւ նա զարմացավ, որովհետեւ նա ուներ բազմաթիվ հայ գոլեգաներ, գործընկերներ, որոնք հայտնի գիտնականներ են եւ ըստ էության հիմա նրանց կարգավիճակը հավասարվելու է ուղղակի 3-4 գիտական հոդված ունեցող նոր ավարտ մեկի գիտական Այսինքն լրիվ նույնն է հիմա դոկտորները, օրինակ Հայաստանում դոկտորի կոչում ունեցողները, լրիվ հավասարվում է, թե այստեղ գոնե ինչ-որ ներքին աստիճանային ինչ-որ բաժանում կա, պարոն։ Ցավոք սրտի չկա, որովհետև օրենքը ասում է, որ նրանք ուղիղ հավասար են եւ դա բառացի մեջբերում է։ Ավելին ասեմ, նույնիսկ այս օրենքում մոռացել են ուրեմն գիտական կամ ակադեմիական կոչումների անունները գրել։ Ուրեմն նախկինում հստակ գրված էր, որ Հայաստանում կա դոցենտի եւ պրոֆեսորի գիտական կոչումները։ Հիմա ընդհանրապես այդ մասին մոռացել են, հուշում եմ գուցե ուղղեք, ուրեմն ընդհանրապես մոռացել են եւ անունները չկա։ Այո, անունները այլևս չկա, չգիտենք դրանից հետո ինչ։ Այսինքն հիմա պրոֆեսորներն ու դոցենտները թե անունները չգիտենք ինչ կլինի, կարող է եւ լինեն գիտական կոչումներ, ակադեմիական կոչումներ, բայց ինչպիսի անուններ կունենա, ամենայն հավանականությամբ կթողեն, որպեսզի բուհերը որոշեն։ Իդեպ ասեմ, քանի որ ես որոշակի ժամանակահատված աշխատել եմ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում, մինչև իմ այնտեղ աշխատելը բոհի աշխատակիցները պատմում էին, որ որոշակի ժամանակ ուրեմն թողել են, որպեսզի բուհերը շնորհեն գիտական կոչումները, դոցենտի եւ պրոֆեսորի եւ 2-3 տարվա ընթացքում ուրեմն ավելի շատ դոցենտի եւ պրոֆեսորի կոչումներ են շնորհել բուհերը Հայաստանի, քան թե դրանից հետո 10-15 տարվա ընթացքում պետությունը, որովհետեւ շնորհելուց հետո պիտի պետությունը հաստատի։ Իսկ բուհերին հիմա, եթե թողնենք բուհերին, փաստորեն այն մարդը, որը որոշակի ժամեր կունենա, կդառնա պրոֆեսոր եւ բոլորը բավարարված կլինեն։ Դոկտորներ եւ պրոֆեսորներ կդառնան անունով, բայց իրականում նրանք ինչպիսին կլինեն, անհասկանալի կլինի։ Պարոն Մխիթարյան, բայց ընդհանուր նաև այսպես էս որակը, այսինքն նաև կրթական մակարդակը, մարդկանց ինտելեկտուալ այնքան է հավասարեցվում այսպես շրիշակին, որ այս երևի ֆոնին արդեն իրականում կդառնան դոկտորներ, պրոֆեսորներ, ի վերջո ընդունելի կլինեն, չէ՞։ Հիմա այնպիսի հպարտությամբ են խոսում, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չի, հնարավոր է ինչ-որ մարդ չունենա, բայց այդ հպարտանալու առիթը այս օգտագործել։ Այո, ըստ էության սա, գիտեք, այս ամեն ինչը ինչ-որ մենք խոսում ենք, ըստ էության խոսում ենք արժեքների տրանսֆորմացիայի մասին։ Այսինքն այն արժեքները, որոնք մենք դավանում ենք, որոնք դաստիարակությամբ մենք ստացել ենք դպրոցական հասակից, բուհական տարիներին, դրանից հետո, այդ արժեքները հիմա ընդհանրապես ընդունելի չեն։ Չեմ ուզում հավատալ, որ հասարակության մեծամասնության կողմից ընդունելի չեն, դա եկեք չասենք, որովհետև ես վստահ եմ եւ գիտեմ, որ յուրաքանչյուր օրինակ մարդ, որին ես հանդիպում եմ, զրուցում եմ, բոլորը մի քիչ կարոտով են վերաբերվում օրինակ ուսուցչի դիրքին, դասախոսի, գիտնականի եւ այլն, եւ հիմա ունենք ըստ էության մի իշխանություն, որը քանի որ բարձրագույն կրթություն չունի, բոլորին հայտնի է իշխանության այդ կառավարության ղեկավարը, եւ իր խոսքերով ասեմ 7 տարի մնացել է նույն դասարանում, իրեն ավելի հարմար է գուցե իր նմաններին հավաքել իր շուրջը եւ այդ ամբողջը նաեւ թելադրել օրենքների միջոցով։ Եվ հիմա կարելի է պատասխանատվությամբ արդեն ասել, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարության առաջին քայլը պիտի լինի այս բոլոր օրենքները վերափոխել, վերախմբագրել եւ դարձնել այնպես, որ իրենք իրենց մեջ պարունակեն այդ ձգտումը դեպի գիտությունը, դեպի կրթությունը, որովհետեւ ավանդաբար գալիս է եւ հայ ընտանիքը նույնիսկ շատերը իրենց օրվա հացը չեն ոնց որ օրվա հացի հաշվին են նաեւ, չէ՞։ Նրանք իրենց երեխաներին տալիս են կրթության, սա եմ ուզում ասել, եւ առավել եւս շատերի երազանքն է, որ իրենց երեխաները օրինակ լավ կրթություն ստանան, գիտնականներ դառնան, դասախոսներ դառնան, ուսուցիչներ դառնան։ Հիմա եւ դա պետք է ամրագրված լինի օրենքով։ Եվ ես ասում եմ, որ իշխանության փոփոխությունից անմիջապես հետո պետք է ձեռնամուխ լինել հենց այս փոփոխություններին, որպեսզի այն ձգտումները,
որոնք մենք ունենք եւ մեզ նմանները ունեն եւ որոնք հասարակության մեջ մեծամասնություն են վստահաբար այդ փոփոխությունները ամրագրված լինեն օրենքով։ Օրենքով լավատեսություն կար ձեր արտահայտության մեջ, այսինքն ընտրությունների արդյունքում սպասում եք, որ կլինի իշխանափոխություն։ Վստահ եմ, որովհետեւ չի կարող հասարակությունը երկար ժամանակ այս իրավիճակում մնալ, այս բևեռացված, ուրեմն հայոյախոս իշխանություններ ունենալ, որովհետև դա անմիջապես ազդում է եկող սերունդի վրա։ Մենք չենք ուզում սերունդը դաստիարակել հենց այդպես եւ վստահ ենք, որ այդ փոփոխությունը շատ շուտով է լինելու եւ կիրթ մարդը իսկապես ունենալու է հասարակության մեջ ավելի բարձր հեղինակություն, քան թե հակառակը։ Չասեմ ինչպիսի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շատ ճշգրիտ մասնագիտական, այսպես դիպուկ նաև դիտարկումների համար։ Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտներ, իրականում այս ամբողջ օրվա լրահոսի անընդհատ մենք հետևում ենք ամենատարբեր մեզ համար անհասկանալի ինչ-որ առումով եւ անընդհատ զարմանալու առիթներ տվող իրադարձություններին, չենք կարողանում եւ շատ դեպքերում գուցե շատ կարեւոր, ամենակարևորն ենք բաց թողնում։ Իրականում շատ կարեւոր է այստեղ, որպեսզի մասնագետները, դասախոսները, կրթության, գիտության ասպարեզի մարդիկ անընդհատ խոսեն այս մասին։ Պարոն Մխիթարյանը շատ ճշգրիտ դիտարկումներ արեց գիտության կրթության մասին փաստորեն օրենքը, որ ըստ էության 4 օրենքներ է չեղյալ են եւ այս օրենքը փոխարինում է այդ 4-ին։ Այստեղ կան այնպիսի ականներ, որոնք այսօր չէ, բայց վաղը կարող են իրականում վտանգներ իրենց մեջ շատ մեծ վտանգներ պարունակել։ Այսինքն ըստ էության այս օրենքը բոլոր նրանց համար, ովքեր համաձայն են, որ Հայաստանը իսկապես դառնա սպասարկող մի երկիր։ Մենք ամբողջ աշխարհում բոլոր այս ժամանակների ընթացքում մեր գիտական մտքով ենք առանձնացել, որևէ տեղ տնտեսության բարձր ցուցանիշներով աչքի չենք ընկնելու, այդպիսի երազանքներ չենք ունեցել, բայց այդ ազգանունը գիտության հետ կապված ամեն ոլորտում հպարտանալու առիթներ տվել է։ Ուրեմն ուշադրություն այս իշխանությունների նոր օրենքը, որը Հայաստանի Հանրապետության նախագահը երևի անկախ իր կամքից կամ սովորության համաձայն այլևս չկարդալով վավերացնում է, ըստ էության այս օրենքը հենց այս ամբողջ մեր տեսակը, նաև աշխարհին հայտնի տեսակը ոչնչացնելու համար է։ Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մի քիչ ավելի ակտիվ լինեն նաև գիտնականները, որովհետև մենք խոսում ենք անընդհատ, որ գնում ենք դեպի բռնապետություն, այստեղ այս լռող գիտնականներն առաջին հերթին են բացում դուռը դեպի բռնապետություն տանող իշխանությունների համար։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Հայաստանը գիտական զարգացած պոտենցիալ ունեցող երկրից դառնում է ծառայություններ մատուցող եւ ճանապարհներ սպասարկող երկիր։